Բարև սիլիկուրեր եղբայր ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս թղթի վերլուծությունը կամ բացատրական քարոզի կեպը։ Մենք կանդրադառնանք արդեն 9-րդ գլխի 1-ից 5 համարներին։ Եկեք որոշ սկզբունք հիշենք, նախորդ գլուխներում Պողոս Առաքյալը շատ մանրամասնորեն եւ կարելի ասել հերթականորեն վերլուծում է եւ ներկայացնում է փրկության ծրագրի հիմքում ցույց է տալիս նախասահմանված միջոցը ավետարանը։ Դրա համար իր թղթի Հռոմեացիս թղթի գլխավոր նպատակը կամ գլխավոր միտքը ճշմարիտ ավետարանն է։ Առաքյալը ցույց է տալի, որ այդ ավետարանն է, որ Աստծո կողմից նախասահմանված միջոցն է, որ փրկի եւ հույնին եւ հրեային, այսինքն եթե Աստված նախասահմանել է որևէ մեկին փրկության համար, նաև նախասահմանված է այդ ավետարանը, այսինքն այդ անձը առանց ավետարանը լսելու փրկության չի գա, այսինքն նա նույնպես նախասահմանված միջոցն է։ Եվ Առաքյալը սա ներկայացնելով ընդհանուր առմամբ արդեն 8-րդ գլխում, այսինքն զարգացնելով բոլոր մտքերը, անդրադառնալով որ օրենքի գործերով փրկություն չկա, միայն փրկության կարևոր միջոցը հավատն է, գործիքը կամ միջոցը, եւ անդրադարձավ արդեն 8-րդ գլխում ներկայացրեց ովքեր են Աստծո որդիները։ Աստծո որդիները, որոնք ավետարանին արձագանքել եւ հնազանդվել են այդ ուսուցման, այսինքն Քրիստոսը որպես մեղքերի քավություն եւ փրկիչ եւ Տեր կյանքի, այս սկզբունքի մեջ, այսինքն այդ ավետարանի հիմքում ընկած է Քրիստոսը իր անձով, իր կատարած ավելությունով, այս փրկվածները, այդ լուրին լսողները եւ հնազանդվողները ոչ միայն արդարացել են, այսինքն իրավական դաշտում, այլ նաեւ Առաքյալը ներկայացրեց նրանց հոգևոր կարգավիճակը կամ փոխված բնությունը, նրանք մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես։ Եվ արդեն այս ընկալումը, որպիսի հավատացյալների համար առավել հասկանալի լինի, որպիսի ընդհանրապես փոխվի միտքը, որ մարդը իր կարողությունով է հասել դրան, Առաքյալը ներկայացրեց Աստծո ընտրությունը, այսինքն սուվերեն ընտրությունը։ Դա համար արդեն 8-րդ գլխի 29 համարից մենք որ նայում ենք մինչև 39 համար, ոսկյա անխախտելի փրկության շղթայի մասին խոսեց Առաքյալը, ինչի, որտեղ այդ շղթայի մեջ ներկայացրեց Աստծո նախասահմանություն եւ որ Առաքյալը խոսում է նախասահմանության մասին, միանշանակ հասկանանք, որ Առաքյալը խոսում է Աստծո մտահղացման մասին, ծրագրի մասին, իր արքայության մասին։ Այսինքն մենք գիտենք, որ ամեն բան գնում է դեպի Աստծո արքայություն։ Հետագա մեր համարներում շատ կարևոր սկզբունք մենք կտեսնենք, նույնիսկ Պողոս Առաքյալի ապրումները կտեսնենք, որի հիմքում ընկած է Աստծո արքայությունը։ Այսինքն Պողոսին կտեսնենք ինչպես է ցավ քաշում իր ժողովրդի համար, ոչ թե որ այդ ժողովուրդ ուղակի իրենն է, այլ Աստծո արքայությունից չզրկվի։ Այս սկզբունքի մեջ է Պողոսի ընդհանրապես մյուս կյանքի որակավորումները արտահայտվում, այսինքն կա մի հիմք, որից բխում է նրա մտածելակերպը, դա Աստծո արքայությունը։ Պողոսի համար ամենակարևորը Աստծո արքայությունն է։ Պողոսը ապրում է Աստծո արքայության համար, իսկ որի կենտրոնում Հիսուս Քրիստոսն է, դա համար Պողոսն ասում է ես չեմ ապրում, այլ Քրիստոսը իմ մեջ։ Այսինքն սա շատ կարևոր է, որ մենք ընկալենք, տեսեք, ընդհանուր առմամբ, երբ որ Պողոսը խոսում է փրկության ծրագրի մասին, ներկայացնելով ավետարանը, առաջ է քաշում 8-րդ գլխում ընտրության սկզբունքը։ Այսինքն ընտրությունը նույնպես կարևոր է, որտեղ ընտրությունը հանդիսանում է Աստծո գերիշխանության հիմքում կարևորագույն տար։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք Աստծո գերիշխանության մասին, անպայման անդրադառնում ենք Աստծո սուվերեն ընտրության, այսինքն մի ընտրություն, որը կախված չի որևէ մեկ արարածի հատկությունից, այսինքն Աստված երբ որ ընտրում է, ինչ որ մի բանի չի նայում, որից ելնելով է կատարում ընտրություն։ Աստված ընդհակառակ Աստված ինքը որոշում է եւ ամեն բան շարունակական ընթանում է կամ նախախնամությունով ներմուծվում է կյանք ըստ Աստծո որոշումի։ Մինչ այդ չկա մի բան, որին Աստված նայի, նոր որոշումներ կայացնի։ Ընկալում եք, սա շատ կարևոր սկզբունք է եւ շատ վարդապետություններ հենց փշրվում են այս սկզբունքի, որ մենք հասկանում ենք ով է Աստված իր գերիշխանությունով։ Այդ գերիշխանության հիմքում ընկած է նրա սուվերեն կամքը, անկախ կամքը, այսինքն որևէ մի բանից կախված չլինող կամքը։ Հիմա այս առումով Առաքյալը ցույց տվեց, որ այս ընդհանուր սկզբունքի մեջ նրանց, որոնց Աստված ընտրեց, նրանց էլ փառքին մասնակից արեց։ Երբ որ Առաքյալը խոսում է այս մասին, հարց է առաջանում։ Այդ դեպքում, եթե մենք այսքան Առաքյալը մանրամասնորեն ներկայացրեց ընտրությունը, նախասահմանությունը եւ նախասահմանության հիմքում նաեւ նախասահմանության բնութագիր տվեց, որ իր որդուն կերպանակից անել, այսինքն նախասահմանվածի կյանքում մենք տեսնում ենք, որ նախասահմանվածը Քրիստոսին նմանվելու մեջ եւ դրա համար Աստված նաեւ նրան մտցնում փառք, այսինքն ընտրեց աշխարհը ստեղծելուց առաջ
եւ որոնց որ ընտրեց նրանց կանչեց, այսինքն ընտրեց եւ նախասահմանեց իր որդու պատկերին նմանակից լինելու, իսկ նրանց, որոնց սահմանեց իր որդու պատկերին նմանակից լինելու, ուշադիր նորից լսեք, նրանց, որոնց Աստված աշխարհը ստեղծելուց առաջ նախասահմանեց իր որդու պատկերին կերպանակից լինելու, նրանց կանչեց, այսինքն այս ֆիզիկական կյանքի մեջ ինչ որ մի օր նրանց կանչում է ինքը, եւ ում որ կանչում է, նրանց էլ արդարացնում, այսինքն Քրիստոսի արդարությունը դնում է նրանց արդեն հավատքի միջոցով, այսինքն հավատքը նույնպես նրա շնորհքի բաղադրիչ է։ Այսինքն դրա համար մենք ասում ենք փրկությունը մոներգիզմ է, միայն Աստված անում, հետագայում արդեն սրբացման ընթացքը սիներգիզմ, այսինքն մարդ եւ Աստված համագործակցություն է, որտեղ մարդը արդեն փոխված բնություն ունի, Աստծո հետ համագործակցելու կարողություն ունի։ Իսկ փրկության առումով ոչինչ չունի, ինքը մահացած է։ Հիմա տեսեք, այս առումով ում որ արդարացրեց եւ Քրիստոսի արդարությունով նրանց էլ փառավորել արավ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Աստված երբ որ խոսում է ընտրության մասին, տեսնում ենք այս շղթայի մեջ, որ որևէ մեկը չի կորվում, այսինքն ում որ ինքը աշխարհը ստեղծելուց առաջ նախասահմանեց իր որդու պատկերին նմանակից լինելու, նրանց կանչեց, արդարացրեց եւ փառքն մցրեց, փառքին մասնակից արեց։ Երբ որ մենք տեսնում ենք սա, հարց առաջանում, այդ դեպքում չէ որ Իսրայելը նույն Աստծո ժողովուրդն է, նույն աշխարհը ստեղծվելուց առաջ նախասահմանված, այդ դեպքում ինչի ամբողջ Իսրայելը չփրկվեց։ Երբ որ մենք խոսում ենք ում որ ընտրեց, նրանց կանչեց, արդարացրեց եւ փառավորել արեց, մենք տեսնում ենք, որ շատերը կորում են Իսրայելից։ Ինչի համար է, չէ՞ որ Իսրայելը նույնպես նախասահմանված ժողովուրդն է։ Եվ շատերի մոտ էս հարցն է գալի։ Դրա համար Պողոս առաքյալը մի ամբողջ 3 գլուխ նվիրում է Իսրայելի կարգավիճակին։ Ինչի։ Խնդիրը Իսրայելը չի։ Խնդիրը Իսրայելի դերն է Աստծո ծրագրի մեջ, որտեղ առաքյալն առավել Իսրայելի կարգավիճակով ցույց է տալի ընդհանրապես ինչ ի նկատի ունի Աստված իր ընտրություն ասելով եւ ինչպես Աստված ընտրվածին մցնում փառքը եւ անդրադառնալու է շատ տարբեր նուրբ հասկացությունների վարդապետական, որպեսզի մեր մոտ ընտրության հանդեպ որևէ մի կասկած չլինի։ Ուրեմն առաքյալը նաեւ անդրադառնում ասան, չէ՞ որ մենք տեսնում ենք 5 կտակարանում այդ նույն ընտրությունը, որի հիմքում ընկած Աստծո այդ սեժը մեկ էս այսի որ սեր, որը արտահայտում է առաքյալը ընտրության օղակներում եւ այդ սիրո մասին ասում որ ով կարա մեզ բաժանի, եթե Աստված մեզ սիրել է, որևէ մի բանի չնայելով եւ ամեն բանա տվե, ով կարա մեզ բաժանի այդ սիրուց։ Մեր նախորդ զանազանության մեջ այս մասին խոսեցինք։ Այսինքն որպեսզի ընտրության հասկացողությունը առավել ամբողջանա եւ մեր մոտ հարց չառաջանա, ունկնդրի մոտ հարց չառաջանա, բայց այդ դեպքում Պողոս, չէ որ եթե դու ներկայացնում ես ընտրության կիզակենտրոնում եկեղեցին, բա ինչ եղավ Իսրայելը։ Միգուցե Իսրայելը ոչնչացավ, հիմա արդեն եկեղեցին է համարվում Իսրայել։ Եվ առաքյալը պատասխանելու է այս հարցերին։ Սա շատ կարևոր է։ Սրա համար հենց 1-ից 5 համարներում ես վերցրել եմ հատված, որտեղ առաքյալը զարգացնում է միտք եւ ամբողջացնում է, հետագայում արդեն ավելի խորացնում է։ Հենց առաջի սկզբում մենք կնայենք Իսրայելի նվիրված, նորից եկեք հիշենք, որ Իսրայելի մասին երբ որ առաքյալը խոսում է, առաքյալի նպատակը միայն նա չի, որ ցույց տա Իսրայելի անցյալը, Իսրայելի ներկան, այսինքն կարգավիճակը, որոնք գլորվել են, եւ Իսրայելի հետագա կարգավիճակը, Իսրայելի փառքը, այսինքն նպատակը սա չի միայն, այսինքն Իսրայելին օգտագործելով որպես առարկա ընտրության, առաքյալը ցույց է տալի իր նախասահմանությունը կամ մտահաղացումը, Աստծո ծրագիրը, Աստծո փառքի կամ Աստծո արքայության վերաբերյալ, որի մեջ կա երկու գործոն՝ եկեղեցին եւ Իսրայելը, եւ այս երկուսի մեջ նաեւ ցույց է տալի, թե ինչպես է այդ ընտրության օղակներում գործում Աստծո շնորհքը եւ եկեղեցու վրա եւ Իսրայելի վրա, ինչպես է նախանձի գրգռում Իսրայելին, ինչպես Իսրայելի միջոցով նախանձի գրգռեց նաեւ եկեղեցուն։ Տեսեք, սա կարևոր սկզբունքներ է, սա Աստծո ծրագրի մեջ Աստծո գործելակերպի հատկությունները, որ Աստված որոշել է մեզ հայտնի։ Ամեն բան մենք չգիտենք, բայց ինչ որ մեզ հայտնած է, մենք պետք է իմանանք, որտեղ ամեն մի բան, որ Աստված հայտնում է, ինքը ունի ակնկալիք, որպեսզի այն արտադրանք տա մեր կյանքում։ Օրինակ մենք անցյալ անգամ ասացինք, չէ՞, ամբողջ 8-րդ գլուխը, որտեղ խոսքը գնում է գերիշխանության եւ սուվերեն ընտրության մասին, այսինքն ում որ ընտրեց նրան էլ փառքը մցրեց, փառքին մասնակից արեց, խոսքը գնում է որպեսզի հավատացյալների կյանքում փրկության վստահությունը ամրանա։ Այսինքն նրանց ներկա կյանքի ընթացքի մեջ ավելի պտուղ բերեն Աստծո, այսինքն չլինեն վախերի մեջ, անորոշության մեջ, չլինեն անմխիթար վիճակում։ Իրանք հասկանան, որ գործ անողն Աստված այն որ գործը սկսեց, ավարտին կհասցնի։
Ուրեմն այս կարգավիճակի մեջ ինքը նաև անդրադառնում է Իսրայելին եւ ամբողջ որպիսի Իսրայելի կարգավիճակը մեզ ցույց տա եւ որի օղակներում մենք պետք է տեսնենք Աստծո ծրագիրը, այդ 9-ից 11 գլուխները 3 գլուխ նվիրում է Իսրայելին, որպիսի մեզ ավելի ցույց տա ինչ է նշանակում ընտրություն, նախասահմանություն եւ Աստծո փառք։ Տեսեք, հիմա եկեք ընթերցենք ընդհանուր առմամբ ուրեմն սա ոչ միայն Իսրայելի մասին, այլ որպեսզի մենք տեսնենք փրկությունը, ընտրությունը եւ բոլոր ազգերի վերջնական կարգավիճակը։ Երբ որ ես ասում եմ բոլոր ազգերի, ըստ առաքյալի, այն մարդկություն հասկացողությունն է։ Հիմա եկեք ընթերցենք 9-րդ գլխի առաջի համարից 5 համարը։ Սա ես ուղղակի խոսեցի ներածական, որովհետեւ նոր մենք արդեն նոր սկսում ենք նոր գլխի մասին խոսել, այսինքն 9-րդ գլխի մասին, սա շատ կարևոր է մենք հասկանանք։ Ուրեմն նորից ավելի փոքր տեսեք առաքյալը ներկայացնելով ճշմարիտ ավետարանը արդեն 8-րդ գլխում ներկայացնում է Աստծո ընտրությունը եւ այդ ընտրությունը ներկայացնում է սուվերեն կամքի մեջ, այսինքն դա մի բան չի, որ Աստված մի բան տեսավ նոր ընտրեց, Աստված ընտրում է եւ որոշում է, որովհետեւ մեկին չի հարցնում ինչպես ընտրի, ինչ կամ դրա համար այս ընտրության օղակներում հարց է առաջանում հավատացել, բայց եթե Աստված ընտրեց եկեղեցին եւ այսպիսի կարգավիճակով ում որ ընտրեց, նրանց էլ փառքի մասնակից արեց, հապա ինչ եղավ Իսրայելը։ Դրա համար Իսրայելի կարգավիճակի մասին խոսելով առաքյալը ամբողջացնելու Աստծո ընտրությունը, որովհետեւ մի կասկած չլինի։ Եկեք ընթերցենք։ Ճշմարիտ եմ ասում Քրիստոսում եւ սուտ չեմ ասում։ Իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով, որ մեծ տրտմություն է ինձ եւ անպակաս ցավ իմ սրտին, որ կխնդրեի ես ինքս նզոված լինել Քրիստոսիցը իմ եղբայրների եւ մարմնավոր ազգականների համար, որոնք իսրայելացի են, որոնցն է որդեգրությունը եւ փառքը, եւ ուխտերը, եւ օրինադրությունը, եւ պաշտոնը եւ խոստումները, որոնցն են հայրերը, որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանը, որը ամենի վրա Աստված օրհնյալ հավիտյանս ամեն։ Եկեք անդրադառնանք այս հատվածին։ Տեսեք, այս հատվածի մեջ առաքյալը երկու կարևոր սկզբունք է, բանալի է զարգացնում, որպեսզի մեզ ցույց տա ընտրության ամբողջությունը, առաքյալը խոսելու է Իսրայելի ողբերգական վիճակի մասին եւ Իսրայելի մեծ առավելությունների մասին։ Տեսեք, ինքը երկու բևեռներն է վերցնում։ Իսրայելի, որպեսզի ցույց տա, նայեք նորից, որպեսզի ցույց տա Աստծո ընտրության ամբողջությունը, այսինքն այն գերիշխանության կիզակենտրոնն է, Աստծո սուվերեն ընտրությունը, նախասահմանությունը, ում նախասահմանեց իր որդու պատկերին նմանակից լինելու, որպեսզի ցույց տա, որ Աստված երբեք չի սխալվում սրա մեջ, որովհետեւ մեկը շղթայի մեջ չի կորում, ում որ ընտրեց նրան էլ փառքին մասնակից անելու, խոսում է Իսրայելի մաս, որտեղ հարց առաջանում, բա Իսրայելին չէ նույնպես ընտրեց, բա ինչ եղավ Իսրայելը, կարող է մենք էլ նույն կարգավիճակը, իր Իսրայելը ընկավ կորավ, կարող է մենք էլ, ուրեմն ընտրությունը դա չի նշանակում, որ ընտրեց կմցնի, ընտրեց, բայց մարդ պիտի ջանքեր անի, որպեսզի սա չառաջանա, առաքյալը խոսում է Իսրայելի մասին, բայց Իսրայելի երկու բևեռների մասին, խոսում է սկզբից Իսրայելի ողբերգական կարգավիճակի մասին եւ Իսրայելի մեծ առավելությունների մասին։ Մենք հիմա այս հատվածում նայելու ենք այս 1-ից 5 համարները, մենք տեսնելու ենք այս երկու բան։ Առաջինը Իսրայելի ողբերգական կարգավիճական ողբարի կարգավիճակը։ Տեսեք, Պողոս առաքյալը կարելի ասել այս թղթում, այսինքն Հռոմեացիս թղթում մինչև 9-րդ գլուխը չի դիմում հրեական կամ հրեային յուրահատուկ երթմնակալության։ Առաջին անգամն է, որ 9-րդ գլխում առաքյալն ասում է ճշմարիտ եմ ասում Քրիստոսումը եւ սուտ չեմ ասում։ Իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։ Հրեաների մոտ կա այս ընկալումը, կենթանի Աստծով երթվում է։ Ինչի։ Հիմա տեսեք, սա շատ կարևոր սկզբունք է, որ մենք կարողանանք ճանաչել։ Պողոս առաքյալը երբ որ խոսում է, երբ որ օգտագործում կամ բոլոր թղթերում իր նայեք, տեսեք, երբ որ ինքը կիրառում է երթումը, տեսեք ուշադիր, սուտ չեմ ասում, իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով, հարց է առաջանում, իսկ ինչ է, մինչև հիմա ինքը սուտ էր ասում, հիմա սկսեց արդեն անկեղծ խոսել, այսինքն ամբողջ մինչև 8-րդ գլուխը, երբ որ մեզ ներկայացնում է ճշմարիտ ավետարանը, ինչա Պողոսը հաթաթ կարող է սուտ էր խոսում, դրա համար իմ ասում ճշմարիտ եմ ասում Քրիստոսում եւ սուտ չեմ խոսում, ոչ։ Այսինքն բոլորը գիտեն, որ Պողոսի խոսքերը Աստծո հոգով ներշնչված եւ Պողոսը Աստծո առաքյալը, բոլորը դա գիտեն։ Հիմա ինչի համար է առաքյալը դիմում հրեական երթումին, ճշմարիտ եմ ասում Քրիստոսում եւ սուտ չեմ ասում ամեն անգամ։
Երբ որ կտեսնեք, որ Պողոս առաքյալը դիմում է երթումին, տեսնեք Պողոսը խոսում է իր անձնական զգացմունքների մասին։ Երբեք միանշանակ իմացեք, Պողոս առաքյալը, երբ որ ներկայացնում է Աստծո ծրագիր, երբեք չի ասում սուտ չեմ ասում, ճշմարիտ եմ ասում, հավատացեք իմ ասածին։ Երբեք չեք տեսնի այդպիսի բան։ Ընդհակառակը, ամեն անգամ երբ որ ինքը խոսում է Աստծո փրկության ծրագրի մասին եւ հերթականորեն ներկայացնում ամեն բան այդ ծրագրի մեջ, ինքը միշտ ասում է գրված է, գրված է, գրված է։ Ինքը միշտ անդրադառնում է մեջբերումներ անում 5 կտակարանում արդեն, ինչ որ գիտի եւ ինչ որ հայտնում է մեզ։ Բայց ինչ որ վերաբերվում է իր անձնական ապրումներին, այս հատվածում ինքը ներկայացնում է իր անձնական ապրումները իր ազգի նկատմամբ, անպակաս ցավ, այսինքն անդադար ցավը կա, իմ սրտում մի ցավ կա Իսրայելա, որ չի վերանում, անդադար գիշեր ցերեկ այդ ցավը ես ունեմ իմ սրտում։ Եվ սա շատ կարևոր է, որտեղ կարևոր սկզբունքներ ենք մենք տեսնելու սրա մեջ։ Դրա համար առաքյալն ասում է սուտ չեմ ասում, այսինքն երբ որ մի բան վերաբերվում է իր անձնական ապրումներին, փորձառությանը, զգացմունքներին, կարելի ասել իր մղումներին, ներքին մղումներին, այդ ժամանակ առաքյալը սկսում է օգտագործել Աստծո առաջ ես սուտ չեմ ասում, ճշմարիտ եմ ասում, Աստված էլ վկա է։ Այդ ժամանակ ինքը օգտագործում այս երթմնակալության այդ միջոց, այս կերպը։ Մնացած ժամանակներ, որտեղ ինքը խոսում է աստվածաբանության մասին, ներկայացնում է Քրիստոսի փրկության ծրագիրը, որովհետեւ միտեղ չեք տեսնի, որ ինքն ասում է ես վկա եմ բերում ասում, որ ճիշտ եմ ասում, սուտ չեմ ասում, չէ՞ որ ես ոնց կարամ սուտ ասեմ, այդպիսի բաներ ինքը չի անում։ Այդ ժամանակ օգտագործում է գրված է, գրված է, գրված է։ Տեսեք, այսինքն Աստծո ճշմարտության վերաբերյալ առաքյալը կարիք չունի երթվելու, կարիք չունի վկայակոչելու ինչ որ մեկին, այն ուղակի ներկայացնում է, բայց ինչ վերաբերվում է իր անձնական ապրումներին, այդտեղ ինքը կարա երթվի, որտեղ դա այդ դաշտն է արդեն, այն Աստծո հայտնությունը չի, այն անձնական իր ապրումներն են։ Հիմա տեսեք, ես կընթերցեմ եւ առաջի 3 համարների մեջ կտեսնենք թե այս ինչ սկզբունքի մասին է խոսքը։ Ճշմարիտ եմ ասում Քրիստոսում եւ սուտ չեմ ասում, ուշադրին այդ բառը, իմ խղճմտանքն էլ, խղճմտանքը ներքին այն հատվածը մարդու, որը առավել ոչ թե զանազանում է ճշմարտությունը կեղծիքից, այլ ուղակի ահազանգում է, այսինքն այն կարելի է ասել ազդանշանն է, ոչ թե քննություն առնելու զանազանելու օրգանը։ Ասում ճշմարիտ եմ ասում Քրիստոսում եւ սուտ չեմ ասում, իմ խշմտանքն էլ վկայում է, այսինքն իմ խշմտանքն էլ ահազանգում է, որ այսպիսի զգացմունք ունեմ ես։ Իմ խշմտանքն էլ վկայում է, ուշադրին այդ բառը, ինձ Սուրբ Հոգով։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ խշմտանքը, որը ահազանգող սկզբունքն առաքյալը, օրինակ առաջ է քաշում իմ խշմտանքը, ասում իմ խիղճն էլ է ինձ այդպես ասում, Սուրբ Հոգով։ Սա ցույց է տալի, որ խշմտանքը անպայման պետքա ձևավորվի, ամբողջանա Աստծո խոսքի օղակներում։ Եթե դուք ունեք այլ ուսուցում, եթե դուք հավատում եք այլ Աստծո, ձեր խշմտանքը կհազանգի այդ օղակներում։ Դրա համար ինչ որ մեկի համար, եթե հավես մորթու մոտը ուշքը կարա գնա, ինչ որ մեկի մոտ էլ կարաք երեխայի վիզ կտրեք, խնդիր չունի, ժպտա։ Ինչի։ Սրանք խղճի մեկի խիղճը բթացած է, մեկի խիղճն է ծայրահեղ խանձված է։ Այսինքն տեսեք, սրանք խղճի որակավորումներն է, որտեղ քո ընդհանուր հասկացողության ձևավորումից սկսում է գործել խիղճը, առաքյալը այստեղ առաջ է քաշում իմ խշմտանքը վկայում է, հետևից անպայման շեշտում է ինձ Սուրբ Հոգով։ Ինչի, որտեղ ինքը Քրիստոսի մեջ է։ Տեսեք ուշադրի, ճշմարիտ եմ ասում, որտեղ Քրիստոսում է։ Այսինքն ինքը նույնպես ցույց է տալի, որ այնինչ որ ես հիմա ասում եմ, նույնիսկ որ ես երթվում եմ, միանշանակ պետք է նաև ընկալեք, որ ես Քրիստոսի մեջ անձ եմ։ Ես սուտ խոսելու ցանկություն չունեմ, սուտ խոսելը ինձ բարձրացուցը, այսինքն այստեղ ինքը կարա իրան բարձրացնի, ավելի ազգասեր ցույց տա։ Առաքյալն ասում է, որ սա ինձ տհաճ է, զզվելի է, օտար է իմ բնությանը։ Ճշմարիտ եմ ասում Քրիստոսում է։ Ես սուտ չեմ ասում։ Իմ խշմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով, որ մեծ տրտմություն է ինձ եւ անպակաս ցավ իմ սրտին։ Ինչի, որ կխնդրեի ես ինքս նզովացի լինել Քրիստոսիցը իմ եղբայրների եւ մարմնավոր ազգականների համար։ Ներկայացնելով իր ունեցած զգացմունքը իր անձնական Իսրայելի հանդեպ, ինքը
երթման այդ միջոցն է առաջ քաշում։ Ուրեմն սա միշտ առաքյալն օգտագործում է, երբ որ խոսքը գնում է իր անձնական ապրումների մասին։ Օրինակ տեսեք, Առաջի Տիմոթեոս 2:7-ի մեջ, որին ես քարոզիչ եւ առաքյալ կարգվեցա, ճշմարիտ եմ ասում, սուտ չեմ խոսում։ Հեթանոսների վարդապետ հավատքի եւ ճշմարտության մեջ։ Ինքը ներկայացնում է իր պաշտոնը։ Այստեղ խոսքը չի գնում Աստծո ծրագրի մասին, խոսքը գնում է իր պաշտոնը, որ ինքը ստացել է, ասում է ճշմարիտ եմ ասում եւ սուտ չեմ խոսում, որին ես քարոզիչ եւ առաքյալ կարգվեցա։ Այսինքն իր պաշտոնի մասին խոսելուց, իր պաշտոնը կիրառելուց ինքը կարա օգտագործի սա, որը վերաբերում է իր անձնական ապրումներին, իր մղումներին, իր օրինակ ասում է ես չեկա շողոքորթությունով, այսինքն դա իր ներքին մղումներն են, այդտեղ ինքը կարա երթումն ուտի, երթումը օգտագործի, բայց այնտեղ որտեղ խոսքը գնում է Աստծո ծրագրի մասին աստվածաբանական, ինքը միշտ ասում է գրված է։ Մեկ այլ հատված կարաք տեսնեք, օրինակ 2 Կորինթացիս 1:23 Բայց ես Աստծուն վկա եմ կանչում իմ անձի վրա, որ ձեզ խնայելու համար մյուս անգամ չեկա Կորինթոս։ Ես Աստծուն վկա եմ կանչում իմ անձի վրա, որ ձեզ խնայելու համար մյուս անգամ չեկա Կորինթոս։ Այսինքն իմ Կորինթոս չգալու մղումները կամ այն հասկացողությունը, դա անձնական հասկացողությունը, որ ասում վկա եմ կանչում։ Սա նույնպես մենք տեսնում ենք, որ շատ տեղեր կա, որտեղ որ դուք կտեսնեք Պողոս առաքյալն օգտագործում է երթման կերպը, սուտ չեմ ասում, Քրիստոսն էլ վկայում է կամ իմ խիղճն էլ վկայում է Քրիստոսում, այս ամեն բարևորնակ միշտ կտեսնեք առաքյալը խոսում է իր անձնական ապրումների մասին։ Այսինքն երբեք ինքը չի ասում, գիտեք, ավետարանը, որ ես ձեզ ասեցի, երթվում եմ, դա Աստծուց եմ ստացել։ Երթում եմ, որ սա ինքը միշտ ասում է, տեսեք, ասում է, 5 կտականում այս մասին կա, հիմա տեսեք այն կատարվում է։ Այսինքն նա միշտ այսինքն ճշմարտության հանդեպ երբեք երթում չի ուտում, այսինքն իր անձնական սկզբունքներով չի փորձում մեզ համոզի, որ ավետարանը, որի մասին ինքը խոսում է, դա ճշմարտություն է։ Ինքը որպեսզի մեզ համոզի, իր ներքին ապրումների համար է ասում ճշմարիտ եմ ասում, ներքին ինչ վերաբերում է իր ներքին ապրումներին, ոչ թե Աստծո ծրագրին։ Սրանք պետք է զանազանենք։ Ինչի, որովհետև տեսեք, երբեք չի կարելի որևէ մի բան, որ Աստծուց է, չի կարելի այն համոզել մեր ապրումների, կապել մեր ապրումների հետ եւ վերջո ասել, որ ես ճշմարիտ եմ ասում։ Այսինքն ավետարանի ճշմարտությունը կամ ավետարանի շրջանակում աստվածաբանությունը դա Աստծո ներքին ապրումները չեն, դա համար ինքը չի օգտագործում սա։ Ավելի կարևոր սկզբունքն է, տեսեք։ Մենք սրանից կարանք շատ կարևոր բան սովորենք։ Երբ որ խոսքը գնում է փրկության կերպի մասին կամ ինչպես պետքա որ վարվենք եկեղեցում, պետք չի մեջբերենք մեր զգացմունքները, փորձառությունը, ապրումները կամ մեր մղումները։ Պետք չի հենվել դրա վրա, այսինքն երբ որ խոսքը գնում է փրկության մասին կամ ինչպես պետքա վարվենք եկեղեցում, մենք չենք կարող ասենք երթվում եմ ձեզ, ես այսպես վարվել եմ եւ ստացվել է, դուք էլ այդպես վարվեք։ Չէ, Աստվածաշունչը ուղղակի մեզ ճշմարտությունն ասում է ինչպես մենք պետքա վարվենք։ Այսինքն մեր անձնական փորձառությունը պետք չի առաջ քաշենք։ Մեր զգացմունքները պետք չի առաջ քաշենք, որ ես այսպես եմ ես զգում։ Իմ ներքին, այսինքն մեր ներքին ապրումները դրանք չունեն, դրանք այն օրգանը չեն, որ մեզ ցույց են տալի ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Օրինակ ես հիշում եմ հավատացյալներից եղբայր իր հարցի մասին էր խոսում եւ ասում է, այսինքն երբ որ ես նրան ասում եի, որ այս սկզբունքների մասին թող կարդա, թող տեսնի, այս քարոզը թող լսի, այսինքն թող լսի, տեսնի, դա Աստվածաշունչ է, թե ինչ է, ինքն ասում էր, չէ, ինքը տես չի անում, ասում էր, ասում է, բա ո՞նց անում։ Ասում է, ինքը տանում է այդ քարոզը, դնում է, սկսում է աղոթել։ Եվ Աստված իրան ասում է, սա ճիշտ է, թե սխալ է։ Այսինքն այդ անձը այստեղ վտանգավոր է, այսինքն այդ անձը իր աղոթքներով որոշում է այդ քարոզը ճիշտ է թե ոչ, առանց լսելու, առանց վերլուծելու, առանց Աստծո խոսքի հետ համեմատելու։ Եվ պատկերացրեք ինքը մնացած բաներն էլ է այսպես անում։ Այսինքն ինքը կարող աղոթի եւ իր աղոթքով մեկն ասի, այս մարդը լավ մարդ է թե վատ մարդ է, իրան խափում է թե չի խափում։ Եվ գիտեք ինչի կհասնի դա։ Հոգեկան հիվանդության, ծայրահեղության, անպայման։ Ուրեմն սրա սատանայի կերպերն է, որ մենք պետք է շատ զգուշ լինենք, սատանան օգտագործում է այդ կերպը, մարդկանց ավելի մղում է, որպեսզի առաջնորդվեն իրանց ներքին ապրումներով, զգացմունքներով, ներքին մղումներով, երազներով, օրինակ ինքն ասում է, ես խաղաղություն եմ զգում, սա նշանակում Աստծուց է։ Մեր ներքին խաղաղությունը այն ինդիկատոր չի վկայելու սա ճիշտ է թե սխալ է։
Մեր ներքին ապրումները սխալական այն մեր ներքին, մեր անձի դեմարակյալն ասում է ճշմարիտ եմ ասում Քրիստոսում Սուրբ Հոգին էլ վկայում է իմ խշմտանքում, այսինքն ինչ վերաբերվում է իր անձնականին, երբեք չեք տեսնի, որ առաքյալ այդ անձնական դաշտում ներկայացնի ավետարանը, ասի քանի որ ես եմ ասում, ինձ հավատացեք, որտեվ երդվում եմ Աստծով։ Այդպես չի անում, սիրելիներս։ Այդպես անում են հենց սխալ սուտ մարգարեները։ Դրա համար տեսեք, սա կարևոր է, որ մենք հասկանանք։ Մի քիչ այդ մասին խոսենք, որտեղ այն միստիկական դաշտն է եւ կարևոր է, որտեղ մեր հատվածը, հիշում եք, ես ասացի, որ այս էքսպոզիցիոն քարոզը, բացատրական քարոզի առավելությունն է, որ մենք որևէ մեկ թեմա չենք շրջանցում։ Մենք չենք ուզում խոսենք հատվածի մեջ այն ինչ որ ուզում ենք։ Մենք ուզում ենք ցույց տանք հատվածի մեջ այն ինչ որ հեղինակն է ներկայացնում, սա բացատրական քարոզի առավելություններից է։ Ուրեմն պետք է շատ զգույշ լինենք, տեղ չտանք, այսինքն այն ինչ որ մեր ներքին ապրումներն է, այն չդնենք նույն աստվածաշնչյան ճշմարտության նույն հարթության վրա։ Մենք պետք է զանազանենք ինչն է մեր անձնականը եւ ինչն է Աստծո ծրագիրը։ Եվ առաքյալը սա ուղղակի անում, այսինքն ինչ որ վերաբերում է Աստծո ծրագրին, առաքյալն անդրադառնում է 5 կտականի մեջ բերումներին գրված է, այստեղ կարիք չունի ինքը երթվելու, որպեսզի մեզ համոզի, որ ինքը ճիշտ է ասում։ Բայց ինչ վերաբերվում է իր անձնական ապրումներին, զգացմունքներին, մղումներին, փորձառությանը, ինքը կարա երթվի, որպեսզի ցույց տա, որ ես ճիշտ եմ ասում Քրիստոսի մեջ, այսպես ասա։ Հիմա տեսեք, իր անձնական, այսինքն ինքը երթվում է ցույց տալը, որ իրականում ես ցավ եմ քաշում իմ ազգի համար, որովհետև սա Աստծո ծրագիրը չի, սա իր անձնական ապրումներն է, դրա համար երթու օգտագործում է։ Հիմա տեսեք, ամեն անգամ դուք կարաք տեսնեք, կա այսպիսի մի ասում է ես ընդհանուր առմամբ այս միստիկական դաշտի մեջ կասում է, երբ որ դու խոսում ես Աստծո ճշմարտություն, այսինքն երբ որ խոսում ես Աստծո արդարության մասին, Աստծո օղակներում, մարդը փորձում է իր ընկալած արդարության օղակներում այն վերցնի եւ չի ստացվում, որտեղ Աստծո արդարությունը սուվերեն կամքի օղակներում չի համընկնում մեր մարդկային արդարության հետ։ Եվ ինչ է ասում անձը, ասում է, այ այսպիսի Աստծո ես չեմ կարող ընդունեմ։ Այսպիսի Աստծո ես, այսինքն տեսեք նորից ինչ կատարվեց։ Իր ներքին ապրումները, ներքին նախապաշարումը, այն չգիտեմ որտեղից է ձևավորվել, այսինքն ներքին պաշարումը, ներքին ապրումները արգելում է, որ ինքը ընդունի Աստծո ճշմարտություն եւ ինքը առավելություն տալիս է ներքին ապրումներին, ասում է ես չեմ կարող այսպիսի Աստված ընդունեմ։ Այսպիսի Աստվածը ինձ համար անարդար է, բայց ներողություն եմ խնդրում։ Խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Իսկ ով է ուշադրություն դարձնում ձեր ներքին ապրումներին, ում է դա կարևոր։ Կարևոր է այն ճշմարտությունը, թե ոչ, կարևոր է այն Աստվածաշունչն ասում, թե ոչ։ Ոչ թե դուք ինչպես եք այն ընկալում, ոչ թե դուք կարող եք այն ընդունել, թե չեք կարող։ Ձեր ներքին ապրումները որևէ մեկին չի հետաքրքրում, ձեր ներքին նախապաշարումը, արդեն դասավորվածությունը, ինչ դուք կընդունեք, ինչ չեք ընդունել, որևէ մեկին չի հետաքրքրում։ Ճշմարտությունն է, այս ասվածը ճիշտ է թե սխալ է, այդտեղ է խնդիրը։ Հիմա օրինակի համար նույն բանը, ոնց որ դուք ասեք, գիտեք ինչ կա, ես մի քիչ ինձ զզվելի է ֆիզիկական այդ օրենքը ձգողականության ուժի։ Ես չեմ կարողանում դրա հետ համակերպվել։ Ես այն մերժում եմ։ Ես չեմ հավատում դրան։ Բարթալակ 10-րդ հարկ եւ ասեք, ես հիմա ես կթրջեմ։ Թրջեք, կթրջեք, կընկնեք ջարդուփշուր կլնեք։ Դուք հավատում եք այդ ուժին, ձգողականությանը, թե չեք հավատում։ Այդ ուժը որպես ճշմարտություն գործում է։ Այսինքն ձեր հավատալը, ընդունելը, չընդունելը այդ ուժին չի չեզոքացնում։ Այսինքն դուք կարաք նրա հետ հաշվի նստեք եւ զգուշ մնաք եւ ոչինչ չլինի ձեր հետ։ Եվ կարաք այն արհամարեք եւ վնասվեք։ Այսինքն այն ինչ վերաբերվում է Աստծո ճշմարտության, երբեք չի կարելի ասել ես դա չեմ ընդունում։ Դա ինձ իմ հասկացողությանը մի քիչ օտար է։ Հարցը դա չի, հարցը նա է, դա ճշմարտություն է թե ոչ։ Աստվածաշունչը այդ մասին ասում է թե ոչ։ Իսկ ձեր ընդունելը, չընդունելը որևէ հարց չի լուծում։ Դրա համար երբ խոսքը գնում է ինչպես պետք է հավատալ եւ ինչպես պետք է վարվել, որը մենք տեսնում ենք Աստծո խոսքի ուսուցման մեջ, այստեղ արդեն մեր փորձառությունը դեռ չի խաղում։ Իսկ մենք չենք կարող ասենք, հա, Աստվածաշունչը այսպես է ասում, բայց եղբայրներ, ես այսպես եմ արել, ստացվել է։ Մամայիս արև, պապայիս արև, երթվում եմ, այսպես արեք։ Մենք նրան չենք նայում։ Ձեր երթման կարիքը չկա։ Մենք վարվում ենք այնպես, ինչպես Աստվածաշունչն ասում։ Եվ եթե Աստվածաշունչյան հակառակ ենք վարվում, մենք մեղք ենք գործում։ Այսինքն եթե դուք ձեր անձնական ապրումները ձեզ ստիպում են, որպեսզի դուք այսպես վարվեք եւ վերջում ձեր անձը ձեզ ասում որ լավ կլինի, եւ դուք մերժում եք այն ինչ որ Աստված օրինակի համար։ Մեկ օրինակ կարա ասի Աստվածաշունչն ինձ ասում է գնա եւ հաշտվի, ես չեմ կարա։ Ես զգում եմ որ պետքա վրեժխնդիր լինեմ, որպեսզի հարցին լուծում տամ։ Դուք սխալ եք վարվում, դուք մեղք եք գործում, որովհետև Աստվածաշունչն ասում է այդպես մի վարվի։
Ձեր անձը ասում է այդպես վարվել, որտեղ վրեժխնդրությունը ձեր անձի հատկություններից մեկն է։ Ձեր անձը միշտ ձեզ կմղի այդպես վարվելու, բայց Աստծո խոսքն ասում է դա մեղք է։ Վարվեք այնպես, ինչպես Քրիստոսը վարվեց, շնորհքով, ողորմությունով։ Այսինքն սրանք շատ կարևոր բաներ են, որ մենք հասկանանք, այսինքն մեր ապրումները, մեր զգացմունքները, մեր մղումները չեն ձևավորվում մեր վարվելակերպը, այլ Աստծո խոսքը։ Այսինքն եւ մենք չենք կարող ասենք Աստծո խոսքի հետ չենք համաձայնում, որտեղ մենք չենք ընդունում դա մեր ապրումների օղակներում, մեր զգացմունքները դա չեն ընդունում, դա ոչ մի կապ չունի։ Կամ շատ հաճախ կարակ լսեք մարդիկ հենվում են քարոզիչների վրա, մեկտաբանիչների վրա, ասում են այս քարոզիչը այսպես է այս հատվածն ասում, ինչա դու մերժում ես այդ քարոզիչին, ինչ կապ ունի այդ քարոզիչի ասածը։ Ես ընդունում եմ Աստծո խոսքի ասածը։ Հիմա այդ քարոզիչը կարա ճիշտ ասի, այդ խոսքի վերաբերյալ կարա սխալ ասի, այսինքն այդ քարոզիչը չի հանդիսանում իմ ինդիկատորը, ճիշտ է ասում թե սխալ է ասում։ Աստծո խոսքն է հանդիսանում ճշմարտությունը։ Սերես, Աստծո խոսքին է պետք ավելի հենվել, քան թե քարոզչի ասածին։ Քարոզչի ասածները, եկեղեցական հայրերի ասածները, դասական մեկնաբանիչների ասածները մեզ օգտակար է։ Այդ հատվածներում մենք պետք է տեսնենք տվյալ անձը այդ հատվածը ուսումնասիրելուց ինչա տեսե, ինչն է սխալ տեսե, ինչն է ճիշտ տեսե, դրանք մեզ օգտակար են, որտեղ մեծ մարդիկ անցել են շրջան, մարդիկ ուսումնասիրել են բնագրի լեզուները, մարդիկ ուսումնասիրել են հերմենևտիկայի օրենքները, առավել խորը բաներ են տեսել, ինչ որտեղ պատմականորեն իրենց դարաշրջանը եկեղեցու նույնպես նպաստել է որոշ բաներ տեսնելու, ավելի մոտ են եղել առաքելական շրջանին։ Դրանք մեզ օգտակար են, բայց որևէ չմեկ քարոզը չի հանդիսանում կամ իր հեղինակությունը, իր անվան հեղինակությունը չի հանդիսանում ինձ համար ինդիկատոր, ճիշտ է թե սխալ է։ Աստծո խոսքը ցելնես, այսինքն ինձ պետք չի թե ով է դա ասում, ինձ պետք է իմանամ Աստծո խոսքը դա ասում է, այսա կարևոր է։ Կամ կլսես, ասենք, մարդիկ վերցնում են հոգևոր գրքեր եւ մեջբերումներ են անում, նորից եմ ասում, հոգևոր գրքերից մեջբերումներ անելը օգտակար է, եթե դուք ուսումնասիրել եք այդ գրքի, հոգևոր գրքի հեղինակը Աստվածաշունչ է խոսում, թե Իրանից է խոսում։ Իսկ եթե դուք չեք ուսումնասիրել, այդ հոգևոր գրքի խոսքերը անգիր կրկնում եք, փոխելով բառերի նշանակությունները, դուք խնդիր ունեք։ Այսինքն դուք չեք արտահայտում Աստծո խոսքը։ Դուք խոսում եք այդ մարդու խոսքը։ Դրա համար, որպեսզի որևէ մեկ հեղինակից մենք բերենք մեջբերումներ, մենք պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը եւ հետո տեսնենք այս մարդը որքանով է տեսել այդ հատվածում այդ բանը, թե չի տեսել, թե սխալ է տեսել։ Նայեք, սրանք շատ կարևոր է, նորից եմ ասում, աստվածաբաներին ուսումնասիրելը, գրքերի հեղինակներին լսելը, ամեն դեպքում հոգևոր գրքեր կարդալը շատ օգտակար է, բայց դա չի հանդիսանում ինդիկատոր ճշմարտության։ Ինդիկատորը հենց մենք անձամբ աղոթքով, ուսուցանելով պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը։ Դրա համար համատեքստի մեջ ամեն ինչը տեսնենք։ Սրանք կարևոր են։ Մի խոսքով, երբ ես խոսում եմ իմ զգացմունքների, իմ ապրումների, իմ ընդհանուր մղումների մասին, այսինքն իմ փորձառության, ես պետք է այն ուղղակի զանազանեմ տարբեր։ Ես մարդկանց պետք է ասեմ, որ սա իմ զգացմունքն է։ Ես երդվում եմ, որ այդպիսի զգացմունք ունեմ։ Բայց հիմա այդ զգացմունքը ինչքանով է համահունչ Աստծո խոսքին թե ոչ, դա Աստծո խոսքը կորոշի։ Այսինքն իմ երդումը չի ամբողջացնում դա։ Երդումով ուղղակի ես ցույց եմ տալի, որ այդ զգացմունքը ես ունեմ։ Օրինակ Պողոսը որպեսի ցույց տա, որ ինքը իր ազգի հանդեպ ունի այդպիսի ցավ սրտի մեջ, ասում է երդվում եմ։ Այսինքն ասում է իմ խշմտակն էլ Սուրբ Հոգով վկայում է, սուտ չեմ խոսում, ճշմարիտ եմ ասում, իմ սրտում այդպիսի ցավ կա, բայց սա չի վերաբերվում Աստծո ծրագրին, որ ինքը երդում ուտի։ Ուրեմն մենք պետք է սա զանազանենք։ Պողոս այդ վատում հենց այս տեսանկյունից է խոսում, դրա համար ինքն օգտագործում առաջ է քաշում հեղինակային անձնական երդում է, վկայականչում իր խիղճը Սուրբ Հոգով։ Բայց երբ որ Պողոսը խոսում է Աստծո խոսքի ճշմարտության, Աստծո ծրագրի մասին, երբեք չի երդվում, ասի հավատացեք, որ ճիշտ եմ ասում։ Չկա, դա բերում է, դա Աստծո խոսքն է, հենց ինքը տակարի մեջ բերում է, մեզ վկայում է ինքը ճիշտ է ասում, թե սխալ է ասում։ Այսինքն ինչ է զգացել Պողոս Արաքյալը Իսրայելի արցում, բայց մենք բավական ժամանակ անցավ արդեն մյուս բաժնի մեջ կանադանանք, իսկ ինչ էր զգացել Պողոս Արաքյալը իր ազգի նկատմամբ, որը իմիջայլոց մենք ավելի խորն ենք տեսնելու, հանդիսանում է ավետարանչության հիմքը։ Ավետարանչության հիմքում կարևոր սկզբունք է ցավ քաշել անհավատ
քո ազգականների համար, քո ազգի այն շրջապատում, որտեղ դու դրված ես, եթե դու ցավ չես քաշում անհավատների համար, որոնք գնում են կորուստ ամեն օր, դու ավետարանչություն չես անի։ Քո ավետարանչությունը կարող այլ մղումներից լինի, քո եկեղեցին մարդ լցնելու, եկեղեցին շատ մարդ կան, որ շատ տասնորդ ստանաս, տարբեր մղումներ կարող լինեն։ Իրական մղումը, որը ընկած ավետարանչության հիմքում, որի համար մարդը ավետարանը տարածում է, փոխանցում է, նայեք, ես չեմ ասում կերպերի մեջ կա, որ դու նախ պիտի ճշմարտությունն իմանաս, որ փոխանցես, որտեղ շատերը այլ ավետարան են փոխանցում, բարգավաճ ավետարան են փոխանցում, այնտեղ Քրիստոս չկա։ Այնտեղ կա առողջություն, հաջողություն, հարստություն, Քրիստոսը կախարդական փայտի կա, որի միջոցով դա կստանաս։ Այս մասին չի խոսքը։ Այսինքն պետք է մենք ճիշտ հասկանանք, իրական ավետարանչությունը դա Աստծո արքայությունը հիմքում ունենա, եւ այդ Աստծո արքայության համար այդ անձը շահվի, չգնա հավիտենական տանջանք, պիտի ցավ քաշես այդ անձի հանդեպ։ Եթե այդ ցավը չկա այդ անձի հանդեպ, Աստված ճանաչության պակաս կա քո կյանքում եւ քեզ Աստծո շնորհքի փրկված արտահայտություն ընկալելու սխալ կա, այսինքն դու չես ընկալել դու ով ես եղել։ Տեսեք, մի էսպիսի սկզբունք կա, ժամանակն անցավ, բայց ասեմ այս մասին, եթե դուք իրականում չեք հասկացել, եւ սա process-ը, որ Աստված մեր մեջ, սա տեսնեք, որ շատ հավատացյալներ վերստին ծնված գալիս են սրան եւ Աստված բերում է, եթե դուք չեք հասկացել, որ դուք արժանի չեք, որ Աստված ձեզ ողորմի, որտեղ շատերը տեսեք, իրանք հասկանում են, որ Աստված իրանց ողորմել է, թե չողորմել չէին փրկվի, բայց շատերը ինչ որտեղ ունեն սխալ ընկալում, որ իրանք ինչ որտեղ արժանի են եղել, որ Աստված իրանց ողորմի։ Եթե դուք չեք հասկացել, որ դուք արժանի չեք, մի նշուլ անգամ արժանի չեք, որ Աստված ձեզ ողորմի, դուք միայն արժանի եք հավիտենական տանջանք, ասա բառեր չեմ ասում։ Դուք պիտի դա տեսնեք, այսինքն դուք պիտի տեսնեք ձեր տականքությունը, ձեր տականք լինելը, դուք պիտի տեսնեք ձեր մեղավորների գլուխ լինելը, պիտի տեսնեք դա։ Այստեղ պետքա ճիշտ հասկանաք, ես չեմ ասում նստեք, մտածեք այդ մասին, դա պետքա դուք տեսնեք Աստծուն ճանաչելով, պետքա տեսնեք իրական ձեզ, դուք ձեր անձի հետ անկեղծ եք, դուք պետքա տեսնեք ինչպես է ձեր անձը ատում Աստծուն, դու դա պետքա տեսնեք։ Եվ այդ սկզբունքի մեջ դուք կտեսնեք, որ նույնիսկ դուք ինչ աստիճանի թշնամի եք դուք Աստծուն, բայց ինքը ձեզ ողորմել է, այդտեղ է որ դուք կտեսնեք, որ որևէ մի ողորմության դուք արժանի չեք, բայց ինքը ձեզ ողորմել է։ Եվ սա աճեցնում է իրականում ճիշտ ճշմարիտ Աստծո, այսինքն Աստվածաշնչում արտահայտված Աստծո հանդեպ սերը եւ ներգործում է ընկածների հանդեպ ողորմությունով վարվել, ցավ քաշել նրանց համար, ցավ քաշել նրանց համար։ Եվ Պողոսն ասում է իմ սրտի մեջ իզրայելացիների համար, որոնք մերժեցին Քրիստոսին, անպակաս ցավ կա, անդադար ցավում է սիրտս։ Եվ սա խոսում է իր ազգի, այսինքն ավետարանչության մենք կտեսնենք, որ ավետարանչության հիմքում նաև ընկած է այս ցավը, այսինքն կորսվածի համար ցավ քաշելը։ Հիշում եք Հիսուսի խոսքերը. ես եկա Իսրայելի, այսինքն ես եկա, որպեսզի գտնեմ եւ փնտրեմ եւ գտնեմ կորածին։ Այս կորածի համար ցավ քաշելը պետք է լինի մեր սրտում, որի մասին կարդանք արդեն խոսենք արդեն մյուս զարգացման մեջ, երբ որ կանդրադառնանք արդեն մյուս հատվածներին, արդեն 4-ից 5 համարում։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։